Hare Krishna, սկսում եմ 13-րդ լեկցիան եւ շարունակում ենք երեկվա նախկին լեկցիան։ Ուրեմն ասվեց, որ Տրետա յոգայից երբ որ անցում է կատարվում դեպի Դվապարա յոգա, կյանքի տևողությունը 10 անգամ կրճատվում է, ինչպես նաև հիշողությունը եւ ողջ այն հնարավորությունները, որը մարտեյակը ունենում է Դվապարա եւ Տրետա յոգայում ի համեմատություն 10 անգամ ամեն ինչ կրճատվում է։ Այսինքն, երբ որ ասում է 10 անգամ կրճատվում է, դա նշանակում է, որ դա 10 անգամ իրենց նեգատիվ, բացասական որակները ավելանում են, այն ինչ որ բացասական է եւ 10 անգամ այն դրական որակավորումները, որոնք գոյություն ունեն նախորդ յոգայում, ասենք Տրետա յոգայում, արդեն Դվապարա յոգայում դրանք սակավանում են, քչանում են։ Այսինքն վատը ավելանում է 10 անգամ, լավը սակավանում է 10 անգամ։ Ուրեմն Դվապարա յոգայում արդեն մարդիկ սկսում են ապրել 1000 տարի։ Ի համեմատություն նախորդ Տրետա յոգայի, երբ որ մարդիկ ապրում են 10000 տարի, այս յոգայում արդեն Դվապարա յոգայում, որը մենք անվանում ենք պղնձե դարաշրջան, արդեն առաջինը Սատյա յոգան ոսկինա, հետո Տրետա յոգան արծաթե, Դվապարա յոգան պղնձե եւ վերջի 4-րդ Կալի յոգան, որի օրոք մենք ապրում ենք, անվանվում է երկաթե դարաշրջան։ Ուրեմն պղնձե դարաշրջանում, այդ Դվապարա յոգայում մարդկային կյանքը հաշվարկվում է որպես 1000 երկրային տարի։ Օրինակ բոլոր արդեական արդեն կրոնական գրությունները, սուրբ գրությունները, եթե վերցնենք հիմնական 3 կրոնների, բացի վեդայական մշակույթից, 3 հիմնական կրոնները՝ բուդդայականություն, քրիստոնեություն եւ իսլամ, մահմեդականություն, բոլոր այդ 3 հիմնական կրոնների սուրբ գրքերում նշվում է, որ պլյուս մինուս մի քանի տարիներով ընդհանուր առմամբ 3000 տարի առաջ մինչև Քրիստոսի ծնունդը, այսինքն 5000 տարի առաջ ի կատարյացվել մի ահռելի ահավոր պրալայա կատակլիզմ է տեղի ունեցել մեր երկիր մոլորակի վրա, որից հետո մարդկությունը եկել է կամ անցել է նախկինից արդեն նոր փուլային այդ սիստեմին, հաջորդ փուլային այս իմացի թե տվյալ ներկա սիստեմին, դա շատ կոնկրետ ստույգ համապատասխանում է այն վեդայական մշակույթ, վեդայական գրականություն տրված տվյալներին, ըստ որի 5000 տարի առաջ հենց այդ պրալայայի ժամանակաշրջանն է եղել, որից հետո գոյությունը ունի արդեն այս մեր տվյալ Կալի յոգան նախկին Դվապարա յոգայից հետո եւ բոլոր կրոնական օրինակ սուրբ գրքերում դա ապացուցվում է, ի նկատի ունեմ, որ վեդայական մշակույթի այս տվյալները ոչ միայն տրվում են վեդայական գրականության ներքո, այլ ամբողջովին համապատասխանում են նաև բոլոր հիմնական կրոնների սուրբ գրքերի տվյալներին։ Այստեղ պետք է նշել, որ ասենք 5000 տարի առաջ այդ համաշխարհային, ինչպես օրինակ քրիստոնեական գրականությունում, ընդհանրապես հուդայիզմի ներքո գրվում է, որ դա եղել է եւ նաեւ հին կտակարանում գրվում է, որ եղել է համաշխարհային ջրհեղեղ, այստեղ պետք է հասկանալ, որ դա եղել է ոչ թե համաշխարհային, այլ մեծ ահռելի ահավոր, բայց տեղայնական ջրհեղեղ,
պրալայա մենք չպետք է հասկանանք, որ դա ի կատարածում մեկ ինչ-որ գլոբալ կատակլիզմի շնորհիվ համաշխարհային, ոչ, դա տենց էլ է լինում, հիմնականում տենց չի լինում, բայց այդպես էլ է լինում, շատ հազվադեպ, նամանավանդ, երբ որ արդեն կալի յուգան, վերջին յուգան արդեն իջիկ է դառնում եւ պետք է որ ավելի հզոր, ավելի ամբողջական, ավելի ահռելի ձևաչափով պրալայա լինի, կարող է մեկ կատակլիզմով վերջ դրվի արդեն ամբողջ այս 4 աստիճանակարգ յուգաներից բաղկացած արարմանը, բայց հիմնականում յուգաների միջև գոյություն ունեցող պրալայաները, այսինքն սատյա յոգայից երբ որ արդեն անցնում է տրետա յոգա, տրետայից դվապարա, դվապարայից կալի յոգա, այդտեղ արդեն լինում են ոչ մեկ ամբողջական համաշխարհային պրալայա, կատակլիզմ, այլ կատակլիզմներ բաղկացած մի քանի ձևաչափից ու փուլերից։ Այդ իսկ պատճառով մենք չպետք է այս 5000 տարի առաջ, երբ որ դվապարա յոգային կործանվեց, եկավ իր ժամկետի լրացմանը եւ անցում կատարվեց սահուն ճակերտներում ըստ կանոնակարգի պրալայայի միջոցով դեպ կալի յոգան չպետք է մենք պատկերացնենք, որ եղել է մեկ ամբողջական համաշխարհային կատակլիզմ ջրհեղեղ, ոչ, սուրբ գրքերում բոլոր հիմնական կրոնների դա նկարագրվում է հիմնականում նույնանման, բայց տարբեր տեղանքների համար յուրահատուկ յուրաձև ձևաչափով եւ ոչ միայն ջրհեղեղի ձևաչափ, այնտեղ տարբեր ձևաչափեր կային նաեւ կրակի միջոցով, երկնաքերերի միջոցով, ջրի միջոցով եւ այլն, այստեղ պետք է պատկերացնել, որ այդ ջրհեղեղը եղել է տեղայնական մեր տեղանքի համար հայկական լեռնաշխարհ, իրանական պլատո կամ արևի ավելի Եվրոպայի հարավ-արևելք, արևելք կամ հարավ-արևելք, Աֆրիկայի հյուսիս արևելք, այս տեղանքի համար դա եղել է տեղայնական եւ ուրիշ տեղանքների համար ուրիշ պրալայաներ են եղել, ուրիշ կարող է ձևաչափով, ուրիշ ասենք ուժգնությամբ եւ այլն, ասելս նաեւ որ պրալայանները յուգաներին հաջորդող եւ նոր յուգաների մի կատարման հանդիսացող այդ պրալայաները լինում են ոչ ընդհանրական ամբողջական համաշխարհային, այլ լինում են տեղայնական ու ոչ մեկ, այլ մի քանիսից բաղկացած պրալայաներ ըստ կանոնակարգի, այսպես ասած 5000 տարի առաջ նույնպես դվապարա յուգան, երբ որ եկավ իր բնական սահմանին վերջին դվապարա յուգայի եւ կալի յուգայի ի հայտ գալու այդ ժամանակային շրջանում տեղի ունեցել մի քանի կատակլիզմեր, որի շնորհիվ փոփոխվել է դվապարա յուգան կալի յուգայով։ Իսկ ինչպես ասեց այն գլոբալ կատակլիզմը լինելու է, երբ որ արդեն կալի յուգան գա իր վերջին սահմանված կանոնակարգված վերջին այդ 428,000 տարի 432,000 տարին երբ որ սպառվի, որը նախատեսված է կալի յուգայի ժամանակահատվածին, ժամանակաշրջանին, երբ որ դա սպառվի, արդեն քանի որ այս 4 փուլերի 4 յուգաներից բաղկացած արարումը պետք է որ ամբողջովին
կործանվի, այդ ժամանակ արդեն լինում է մեկ ընդհանուր գլոբալ կատակլիզմ պրալայա։ Ի տարբերություն, օրինակ, ոչ այդ ամբողջականին, երբ որ մեկ փուլը փոփոխվում է, դառնում է ու վերածվում է այլ փուլի, մեկ յուգան դադարում է, կործանվում է, այսինքն գալիս է իր վերջին եւ սկիզբը դրվում այլ յուգային։ Ինչպես օրինակ եղավ 5000 տարի առաջ, երբ որ Դվապար յուգան սպառեց իրեն ու պրալայայի մի քանի տեղայնական պրալայաների շնորհիվ սկիզբ դրվեց մեր այժմեական Կալի յուգայի երկաթե դարի սկզբին ի հայտ գալուն։ Օրինակ քրիստոնեական հին կտակարանը, չնայած այդքանը քրիստոնեական չի, որովհետև քրիստոնեական միայն նոր կտակարանն է, այնուամենայնիվ մենք ճիշտ է զանազանում ենք հինը նորից, բայց հին կտակարանն է որոշ չափով նաև քրիստոնեական, հիմնականում հուդայիզմի երկու հիմնական գրքերի այսպեսի ամփոփագիրքն է, դա հին կտակարանը, այնտեղ շեշտվում է, որ ասենք Ադամը, մեր նախահայրը, որից ըստ քրիստոնեական եւ ոչ միայն քրիստոնեական հուդայիզմի տվյալներով հանդիսացել է որպես առաջին մարդը եւ ըստ պատկերացումների քրիստոնեության մինչ իրեն ոչ մի մարդկություն չի գոյատևել, գոյություն չի ունեցել, նա այսպես ասած նախաշնորհված կենդանիակն է, ստեղծագործությունն է եղել, որից արդեն հետագայում բխել է ողջ մարդկությունը, ուրեմն Ադամը ըստ հին կտակարանի ապրել է 930 տարի, 930 տարի, այսինքն 1000 տարի եւ դա այդ ժամանակահատվածը սահմանված էր մարդկային կյանքի ժամանակահատվածը սահմանված էր նախորդ Դվապար յուգայի համար։ Հետևաբար հին կտակարանը, երբ որ ընդգծում է Ադամի առաջի մարդու կյանքի տևողություն 930, միանգամից ինքնաբերաբար շեշտադրումը դրում է նրան, որ այդ տվյալ մարդը Ադամը, նախահայրը մեր, ապրել է ոչ թե այս մեր Կալի դարաշրջանում, որտեղ 100 տարի է սահմանված մարդկային կյանքի համար գագաթնակետը, այլ նախորդ դարաշրջանում է ապրել Դվապար յուգայում, որտեղ սահմանված էր մինչև 1000 տարի գագաթնակետ մարդկային կյանքի տևողությունը։ Սիֆը արդեն իր հետնորդը 912 եւ այդպես ժառանգներով քիչ իջեցնում է իրենց տարիների ապրելու կյանքի տարիները, Նոյը ասենք հետո ժառանգներից մեկն է լինում, արդեն 950 տարի ապրում, այսինքն դա ամբողջովին համապատասխանում է նախորդ դարաշրջանի սահմանված կյանքի տևողությանը, այսինքն եւ Ադամը եւ Նոյը մինչ ջրհեղեղի դարաշրջանում ապրել են Դվապար յուգայում եւ սահմանված Դվապար յուգայի համար այդ 1000 տարիների գագաթնակետը մարդու կյանքին սահմանված 1000 տարիների այդ ձևաչափում եւ ըստ ամենայնի հենց մինչեւ Նոյը դա ամբողջովին համապատասխանում է Դվապար յուգայի այդ սահմանված կյանքի երկարությանը, տևողությանը։ Նոյից հետո ասենք Ենոխը 360 տարի է ապրում, ըստ հին կտակարանի 360 տարի արդեն 3 անգամ կրճատվում է կյանքի տևողություն մի անգամից։ Забрали на небеса его теле. Ինչպես գիտենք, Ենոխը այն հռչակավոր անձն է, ըստ հին կտակարանի, որին դրախտային մոլորակներից
մարդկային էակները վերցրեցին, այսպես ասած, եւ իրենց հետ տարան դրախտային մոլորակային համակարգ հենց իր տվյալ մարդկային մարմնի մեջ մարմնի ներքո, այսինքն ոչ թե իրան հանեցին այս կոշտ մարմնից նուրբը կամ նուրբից էլ հանեցին հոգևոր մարմինը, ոչ, հենց այս նյութական կոշտ մարմնով իրեն վերցրեցին եւ տեղադրեցին, այսպես տրանսպորտացիայի ենթարկեցին եւ տարան իրենց հետ նյութական դրախտային մոլորակները։ Հետո ուրեմն 5 կտակարանում արդեն նկարագրվում է հետ ջրհեղեղյան ժամանակաշրջանը, այսինքն Նոյից հետո, երբ որ ջրհեղեղ եղավ եւ Նոյը փրկվեց Արարատ լեռան վրա, ու իջավ արդեն հայկական Արարատյան դաշտավայր եւ սկիզբ դրեց նոր արդեն մարդկության նոր դարաշրջանին, Կալի յուգային եւ արդեն 5 կտակարանում արդեն նկարագրվում են իր հետնորդների կյանքի տևողության ժամանակահատվածները։ Իմացի թե արդեն Կալի յուգայի մարդկանց, այսինքն Սիմը իր առաջին ժառանգներից մեկը 600 տարի է ապրում, Սալվան 430 տարի է արդեն ապրում, Ֆալիկը 230, Աբրահամ արդեն սակավանում է մինչև 175 տարին, այսինքն այն 900, այն 1000 տարիները, որը մի քանի ժամանակ առաջ այդ ժառանգությամբ ապրում են իրենց նախահայրերը, ասենք 4-5 ժառանգ նախահայրերի հետ, միանգամից 5-6 սերունդ հետո այդ 1000 տարին արդեն 100 քանի տարի է վերածվում եւ Աբրահամը արդեն ապրում էր 175 տարի, Իսահակը 180, Յակովը 140, չգիտեմ 5, 47, 150-ը արդեն չէր բոլորում Յակովը եւ ինչպես մենք գիտենք 120 տարին հազիվ բոլորում է այսպես ասած նախահայր Մովսեսը 120 տարին եւ նկարագրվում է, որ ինքը արդեն այդ տարիքում 120 տարի, երբ որ լռանում է եւ ինքը մականացում կնքում է, ինքը արդեն զառամյալ ծերուկ էր արդեն, զառամյալ ծերուկ էր, 120 տարեկան զառամյալ ծերուկ, այսինքն ամբողջովին արդեն Մովսեսը համապատասխանում էր մեր Կալի դարաշրջանի սահմանված մարդկային տարիների կյանքի տևողության այդ ձևաչափում ապրած մարդու կերպարին։ Այստեղ պետք է նշել, որ երբ որ դարաշրջանը փոխվում է, մեկ անգամ է նշեմ, որ դարաշրջանը երբ որ փոխվում է եւ պրալայաներ են լինում, կործանարար, մարդկային կյանքը, այսինքն մեկ սերունդի օրոք միանգամից 1000-ից չի իջնում 100, կամ եթե նախկին դարաշրջանները Սատյա յուգայում 100 էր, հենց որ փոխվում է Տրետա յուգայը գալ, միանգամից 100,000-ից չի իջնում 10,000, կամ հետագա Տրետա յուգայից Դվապար յուգը 10,000-ից միանգամից չի իջնում 1000, այդ մի քանի սերունդներ են պետք, 5, 10, 15, 20 սերունդ, որպեսզի ոչ միանգամից այդ փոխադրումը ժամանակահատվածի կյանքի տեղի ունենա, ինչպես եւ նկարագրեցի, նոր շեշտեցի, նոր կտակարանում մի քանի սերունդի, ասենք մի 10-15 սերունդ, 10-15-20 սերունդների օրոք Ադամ մեր, այսպես ասած, առաջնային նախահայրից մինչև իր վերջին հայտնի հետնորդը սերունդը Մովսեսը
չգիտեմ ինչքան տեղ կարող է սերունդ լինել, ես տենց հաշվեցի մոտ 20 կարող է ես սխալվում եմ, մի քիչ ավել լինի կամ մի քիչ սակավ, այնուամենայնիվ այդ մի քանի տասնյակ կամ 100 պլյուս մինուս 100 տարիների ընթացքում մի քանի սերունդների, թեկուզ տասնյակ սերունդների օրոք փոփոխման է ենթարկվում նախկին դարաշրջանի հարիր համապատասխան մարդկային կյանքի տևողության այդ հաշվարկը տարիների փոփոխվում է ու նոր արդեն ի հայտ եկած յուգայի դարաշրջանին արդեն համապատասխանող մարդկային կյանքի տարիների տևողության այդ սահմանումը հետևաբար պետք է իմանալ, որ դա մեկ սերունդի օրոք չի լինում, այլ մի քանի տասնյակ սերունդների օրոք է լինում եւ ինչպես տեսանք Ադամից, որը ապրում էր համարյա թե 1000 տարի եւ մինչեւ Մովսեսը, որը ապրեց մինչեւ 100-ից մի փոքրիկ ավել, մի քանի սերունդի տևողությամբ այդ կյանքի օրոք տեղի ունեցավ այս տրանսֆորմացիան, այդ փոփոխումը տասնապատիկ անգամ սակավ դառնալով, քչանալով, իջնելով կյանքի տարիների տևողությունը մարդկանց։ Մենք տեսնում ենք ինչպես է Կալի յուգան, ինչպես նաև բոլոր յուգաները, որոնք դառնում են հետնորդը նախկին յուգաների, այդպես շատ արագ կրճատում են մարդկային կյանքի տևողությունը։ Մենք հիմա ապրում ենք 432,000 տարիների, որը սահմանված է մեր Կալի յուգային։ Հիմա մենք նույնիսկ 100 տարի չենք ապրում, չնայած 100 տարին սահմանված է որպես գագաթնակետ։ Մենք ապրում ենք, ինչպես նախկին լեկցիաներում էի նշել, միջին տևողությունը չնայած հետ է կապ ունի որ երկրի համար, որ տեղանքի երկրագնդի, բայց հիմնականում եթե բոլորը իրար հետ վերցնենք եւ հիմնականը, ընդհանրականը վերցնենք 70-75 տարի միջին տևողությունը, նույնիսկ կարող է մի քիչ սակավ լինի 65-70 տարիներն է հիմա մարդու միջին կյանքի տևողության այդ չափը տևողությունը մենք նույնիսկ արդեն չենք կարող ապրենք 100 տարի էլ ուր մնաց ավել տարիներ մենք չենք կարող ապրենք այն տարիների համապատասխան մեր յուգայի ձևաչափ, այսինքն տևողությունը, որը նախաշնորհված է, ասենք, այս Կալի յուգայի մարդկանց համար նախատեսված է մեր համար 100 տարին։ Ոչ, մենք արդեն համարյա թե 1/3 մեր սահմանված նախատեսված մեր կյանքի չենք ապրում, 1/3, ասենք 30-35% չենք ապրում։ Ուրեմն Դվապար յուգայում նախորդ մեր դարաշրջանում մարդիկ ապրում են 1000 երկրային տարի եւ 5 կտակարանը նաեւ այլ կրոնների հիմնարար կրոնական սուրբ գրքերը դա ամբողջովին ընդգծում են, չնայած ընդհանրական ձևաչափում նկատի չունեն վեդայական մշակույթի գրությունները, բայց նույնիսկ առանց վեդայականի հետ առնչվելով իրանք արդեն ինքնուրույն այսպես ասած բոլորը ընդգծում են այդ փաստը, որ Դվապար յուգայում նախկին դարաշրջանում մարդկային կյանքի տևողությունը հենց 1000 տարի է եղել։ Ի նկատի ունեմ, օրինակ ես օրինակ բերեցի Ադամ նախահայրի կյանքի տևողությունը, որը համարյա թե 1000 տարի էր ապրում։ Եվ Դվապար յուգայում արդեն ամենահիմնական հիմնարար սկզբունքը հոգևոր պրակտիկայի այն հոգևոր պրակտիկա է, որը ասենք Սատյա յուգայում աշտանգա յոգան էր, Տրետա յուգայում գրակային զոհաբերություններն էին
Այսինքն այն հոգևոր պրակտիկան, որի շնորհիվ մարդը եթե կիրառելով դա հնարավորություն է ընձեռնում ինքն իր համար ձերբազատվել այս նյութական տառապալի կյանքից եւ ձերբազատվելով դրանից միանգամից տրանսպորտացիա կատարել դեպի հոգևոր մոլորակային համակարգերը, այսինքն նյութականից ձերբազատվելով վերադառնալ դեպի հոգևորը։ Նյութականը եւ այդ հոգևոր այդ պրակտիկաները նախատեսված են միմիայն դրա համար։ Ես ընդգծեցի, երեք չառաջորդվա լեկցիայում, որ շատերը գիտեն, որ այս կամ այն հոգևոր պրակտիկան, տրադիցիան, եթե դու հետևում ես, դա ինչ-որ նյութական քո մակարդակավորումը կյանքի, նյութական ինչ-որ ձևաչափը քո կյանքի փոխել ավելի լավ, ավելի կոմֆորտ, ավելի շատ հաճույք պատճառող ինչ-որ մի այլ մակարդակի վրա, ոչ քավլիցի դրանում չէ, այստեղ պարտադրաբար մարդ պետք է իմանա, որ այս 4 յուգաներում գոյություն ունեցող հոգևոր պրակտիկաները նախատեսված են եւ նախաշնորհված են հատուկ դրա համար, որպեսզի մարդը կարողանա հետևելով այս կամ այն նախատեսված իր յուգայի համար այդ ընթացքին, process-ին, այդ հոգևոր տրադիցիային, այդ հոգևոր պրակտիկային, հետևելով դրան կարողանա ամբողջովին կտրի իրեն նյութականից, ամբողջովին կտրվի, ձերբազատի իրեն այս նյութական տառապալի կյանքից, այս խեղաթյուրված ձևաչափից նյութական եւ տրանսպորտացիա կատարի դեպի իր հավերժական, իր բնական բնակության վայրը, այսպես ասած, տունը, հոգևոր տիեզերքը։ Եվ ուրեմն Դվապարը յոգայում բնականաբար նույնպես ինչպես եւ Սատյա յոգայում, ինչպես եւ Տրետա յոգայում գոյություն ունի համապատասխան այդ Տրետա յոգայի, Դվապարը յոգայի համար, ինչպես նաեւ մեր Կալի յոգայում դա ունի, հետագայում մենք խոսանք դրա մասին, ուրեմն Դվապարը յոգայում գոյություն ունի հոգևոր պրակտիկա, որը հարիր է, որը համապատասխանում է Դվապարը յոգային եւ որի շնորհիվ հետևելով Դվապարը յոգայի մարդիկ, կենդանիակները, մարդեյակները հետևելով դրան հնարավորություն ունեն ամբողջովին դուրս պրծնել, ազատագրվել այս նյութական մարմնից, կոշտ եւ նուրբ եւ միանգամից վերականգնեն իրենց հոգևոր մարմինը, որը հարիր է բնականաբար հոգևոր մոլորակային համակարգում, մեր բնական տեղանքում, այսինքն հնարավորություն կա, որպեսզի մենք այս ոչ մեր բնական տեղանքից ձերբազատվենք եւ վերադառնանք մեր բնական տեղը, մեր հայրենիք ու մայրենիքը։ Հետևաբար Դվապար յոգայում այդ հոգևոր պրակտիկան հետևյալն է։ Դա սանսկրիտով կոչվում է Արչանամ Սևա։ Դա սանսկրիտով նշանակում է երկրպագությունը, ծառայության շնորհիվ, երկրպագություն ծառայության շնորհիվ, Սևա նշանակում է դա ծառայության շնորհիվ երկրպագություն, Արչանա դա նշանակում է աստվածություններ, բայց այնպիսի աստվածություններ, որոնք տեղադրված են, տեղակայված եւ տեղադրված են համապատասխան սուրբ վայրում, այսպես ասած, սուրբ հաստատություններում, որը անվանվում է տաճար։ Այսինքն տաճարում տեղադրված աստվածությունների երկրպագությունը ծառայության շնորհիվ։ Այդ հոգևոր պրակտիկան, որը համապատասխանում է, որը հարիր է Դվապարը յոգային, կոչվում է այդպես Արչանամ Սևա։
որի շնորհիվ հետևելով դրան դվապրայոգայի մարդիկ հնարավորություն ունեն ամբողջովին ազատագրվել այս նյութական ապականված գոյավիճակից եւ տեղափոխվել արդեն ամբողջովին հոգևոր վերանցական տրանսցենդենտալ հոգևոր ձևաչափ ասենք դա հենց այն հոգևոր պրակտիկան է, որը մեր դարաշրջանում արդեն հետագա դարաշրջանում Կալի յուգայում անվանվել է քիչ նեգատիվ ձևաչափով իդոլների, ասում idol devotees, idolների նվիրվածությունը idolներին, աստվածներին, որը կատարածված ինչ-որ մի նյութական առարկայի ձևաչափում, այսինքն նյութական մի առարկա, մետաղի կամ փայտի կամ ինչ-որ մի այլ ձևաչափում պատկերվում է աստվածը եւ այդ նյութական մետաղից կամ փայտից կամ մի այլ ձևաչափից պատկերված աստվածին արդեն երկրպագում են այդ կոչվում է idol devotees իդոլների այսպես նյութի ձևաչափում պատկերված աստծո ձևաչափում կամ պատկերում կամ տարբեր ձևաչափեր կա այդպիսի պատկերված աստվածների երկրպագությունը մենք այս Կալի յուգայում այդպես ենք դրան նայում բայց դա գոյություն է ունեցել նախկին դարաշրջանում դվապր յուգայում եւ եղել է դվապր յուգայի հիմնական հիմնարար այդ սկզբունքը հոգեվոր պրակտիկայի որի շնորհիվ հնարավոր էր հետևելով նվիրվելով դրան եւ երկրպագելով հնարավոր էր ձեռբազատվել այս նյութից նյութական կյանքից եւ վերականգնել եւ վերադառնալ մեր հավերժական բնական ձևաչափը հոգեվոր վերանցական մոլորակներ օրինակ վեդական գրականության այդ բազում գրականության ներքո կա հատուկ այդպիսի մի ստեղծագործություն շաստրա այդ շաստրաների գիրք կա հատուկ ստեղծագործություն որտեղ ամբողջովին նկարագրվում է թե ինչպես ճիշտ ճշգրիտ նյութական առարկաներից լինի դա քար լինի դա փայտ լինի դա որևէ մի մետաղ կամ մի այլ իրից ինչպես ճիշտ ճշգրիտ որը համապատասխանում է բոլոր հոգևոր սկզբունքների որը նկարագրված է հոգևոր գրականություններում ինչպես ճշգրիտ պատկերել կամ պեղել կամ փորագրել աստծո ճշգրիտ կերպարանքը այս մետաղների շնորհիվ կամ ներքո ինչպես ճշգրիտ պատկերել, որ ամբողջովին համապատասխանի իրական աստծո պատկերին, իրական աստծո, որը բխում է արդեն ավտորիտետ ունեցող հոգևոր գրականությունից, աստծո ճշգրիտ պատկերին համապատասխանի։ Այդպիսի հատուկ գրականություն ստեղծագործություն կա վեդաներում, որը հենց տենց է կոչվում է ինչպես ճիշտ վերարտադրել աստծո պատկերը նյութական տարբեր ձևաչափերում լինի դա մետաղ, լինի դա քար, լինի դա փայտ եւ այլն Այսինքն եթե հետևում ես այդ շաստրաներին, այդ վեդական գրականությանը, ստեղծագործությանը, որը թույլ է տալիս ճշգրիտ պատկերել եւ հետևելով ճշգրիտ դու պատկերում ես պեղելով կամ նկարելով կամ չգիտեմ փորագրելով կամ մի այլ ձևաչափում կերտելով թե ինչ քարտելով կամ չգիտեմ ամեն ձևաչափում եթե դու ճիշտ հետևում ես այն պատկերը որը հետո վերջում դու ստանում ես այս կամ այն նյութական
առարկաներից երկաթ, փայտ, քար դա ամբողջովին համապատասխանում է ամբողջովին ճշգրիտ համապատասխանում է Տիրոջ գերագույն Տիրոջ Աստծո պատկերավոր ասած բնույթին այսինքն դու կարող ես արդեն այդ քո պատկերված նյութական առարկայից Աստծո պատկերին կամ նկարին կամ կերտվածքին փորագրված ձևաչափին ամբողջովին երկրպագես քո ասենք հրամցնես քո սիրային նվիրված ծառայությունը դեպ Աստվածը, որը պատկերված է այդ նյութական առարկայի միջոցով, քանի որ դու կամ ինչ-որ ասենք ով է դա արել, դա հետևել է ստույգ այն գրականությանը, վեդայական այն ստեղծագործության այն շաստրաներին, որոնք հենց նախատեսված են դրա համար, որպեսզի հետևելով իրանք այսպես ասած ուղղորդում են ճշգրիտ ձևաչափով, ուղղորդում են այն մարդուն, ով ուզում է պատկերել այս կամ այն նյութական առարկայի օգնությամբ շնորհիվ ճշգրիտ Աստծո պատկերը, նրանք ուղղորդում են, որպեսզի այդ ամբողջական 100%-ով ճշգրիտ պատկերվի Աստվածը այս կամ այն առարկայի միջոցով եւ դա նշանակում է, որ այդ պատկերված Աստծո նկարը կամ փորագիրը եւ այլն ամբողջովին համապատասխանում է բնական Աստծո պատկերին բնական Աստծո ձևաչափ ունի արդեն եւ դու կարող ես երկրպագելով այդ ձևաչափին պատկերված նյութական առարկաների ներքո վրա երկրպագելով իրեն այդ պատկերին դա 100%-ով համազոր է, համահունչ է, որ դու երկրպագում ես հենց Աստծո գերագույն Տիրոջը, այսպես ասած հենց կենթանի է, այսպես ասած դա արդեն կենթանացվում է, կենթանի Աստծո էություն է դառնում, այսինքն Աստվածը մտնում է իր ոգով, իր հոգով այդ առարկաների մեջ, որտեղ պատկերվում է ինքը, ուղղորդված լինելով այն պատկերողին, ով ուղղորդվել է հենց այդ Սուրբ Գրքի, վեդայական Սուրբ Գրքի ստեղծագործության ուղղորդությանը։ Եվ այդ վեդայական Սուրբ Գիրքը ոչ միայն հուշում է մեզ, ուղղորդում է ինչպես մենք ճիշտ պետք է պեղենք, նկարենք, պատկերենք, կերտենք Աստվածի դեմքը, Աստվածի մարմին, Աստվածի դիմագծերը եւ այլն Աստվածի էությունը այն նաև հուշում է մեզ, այլի ուղղորդում է, թե ինչպես մենք հետո ուղղորդված լինելով, պատկերելով արդեն այդ առաջի փուլը վերջացնելով, ինչպես մենք արդեն պետք է կատարենք մեր երկրպագությունը դեպ այդ Աստծո բնույթ ունեցող ձևաչափը, որը բաղկացած է նյութական այս կամ այն առարկաներից, ինչպես մենք ճշգրիտ պետք է երկրպագենք իրեն, ինչպես այդ երկրպագության ձևաչափերը, ինչպես օրինակ, չգիտեմ, երգելի շնորհիվ, փառաբանելու շնորհիվ, մանտրա աղոթքներ կարդալու շնորհիվ, ինչպես մենք պետք է դա հրամցնենք, ինչպես պետք է հետևենք հատուկ դրա համար կան կանոններ, օրենքներ, ուղղորդություններ, այդ գիրքը այդ ստեղծագործությունը վեդայական ամբողջովին մեզ թույլ է տալիս, որ մենք ինֆորմացիա քաղենք վերաբերյալ ինչպես կերտել եւ ինչպես պատկերել եւ ինչպես երկրպագել այդ կերտված պատկերված Աստծո էությանը Ուրեմն դա հենց այդ հոգևոր միջոցը նախատեսված է հենց դվապառ յոգայի համար եւ ոչ մի այլ յոգաների համար կալի սատյա տրետա հենց զուտ այդ միջոցը նախատեսված է դվապառ յոգայի համար որպեսզի մարդիկ այդ միջոցով երկրպագելով կարողանան
ազատագրվել եւ վերադառնալ տուն դեպի հոգեվոր տեսերքը։ Ուրեմն դվապարը յոգայում այդ միջոցը դա երկրպագելն է տաճարներում գերագույն տիրոջը, հոգևոր տաճարներում գերագույն տիրոջ երկրպագություններն են այդ մետաղներից կամ փայտից կամ քարից նյութական առարկաներից պեղած, նկարված, սարքած, կերտված Աստծո էությանը հատուկ համապատասխան այդ երկրպագության համապատասխան աղոթքներով, համապատասխան երգերով, պարերով, համապատասխան աղոթքներով ուրեմն դա այդ միջոցը նախատեսված է միմիայն դվապարը յոգայի համար եւ մեկ անգամ է շեշտեմ, որ հենց հետևելով այդ միջոցին երկրպագության դվապարը յոգայի մարդիկ հնարավորություն ունեն հետևելով այդ երկրպագության ընթացքին process-ին ձերբազատվել այս նյութականից եւ ազատագրվելով հասնել դեպի վերանցական հոգեվորը դվապարը յոգայից հետո արդեն սկսվում է 4-րդ եւ վերջին դարաշրջանը, որը մենք անվանում ենք Կալի յոգա եւ որի օրոք մենք այժմ ապրում ենք Կալի յոգայի վերաբերյալ արդեն կշարունակեմ վաղվա լեկցիայում 14-րդում հիմա շնորհակալություն սրանով վերջացնելով Հարե Կրիշնա